Պրոբլեմը այն է, թե մենք ինչքանով ենք կարողանում անձի ֆունկցիոնալությունը օբյեկտիվ գնահատենք։ Եթե անձի ֆունկցիոնալությունը մենք կարողանում ենք օբյեկտիվ գնահատենք, օբյեկտիվ համակարգ ունենք, ընդհանրապես տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չի, որովհետև մարդ այդ ֆունկցիոնալությունը կարա կորցնի 57 տարեկանում, 38, 43, 65, 67, չեմ ուզում ավելի բարձր տարիք ասեմ։ Եվ այստեղ էլ է մենք ժողովրդագրության ռազմավարության մեջ ասում ենք, մեր ժողովրդագրական վիճակը հաշվի առնելով մենք պետք է բան անենք, մարդկանց ներգրավենք։ Հետո գալիս ենք ասում ենք համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, եւ մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տենց նախագիծ ենք քննարկում, որ եթե թոշակառուները, այսինքն մեխանիզմներ կան, որ թոշակի տարիքի գտնվող մարդկանց անձանց ներգրավելով մենք փորձենք համակարգերը այնպես կառուցել, որպեսզի թոշակի հետաձգման մեխանիզմներ դնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ճկուն պետք է լինենք, եթե ճկուն չլինենք, անընդհատ գալիս ենք նույն բաների մեջ։ Այստեղ իմ հարցը էլի տեսեք, հիմա ես մտածում եմ, բայց ես համարձակությունից չի հերիքում, ասեմ, եկեք վերջ տենց անենք, որովհետեւ ես էլի հարց եմ, մենք անձի ֆունկցիոնալությունը կարողանալու ենք օբյեկտիվ գնահատենք եւ արդյոք չի ստացվելու, որ դա էլ է խնդրեմ, որ մենք պոտենցիալ ունեցող թոշակ տարիքով ֆունկցիոնալություն ունեցող մարդուն չգնահատենք, չներգրավենք, բայց ուրիշ ռիսկ էլ կա, որ ֆունկցիոնալություն չունեցող մարդուն անընդհատ պահենք եւ դրա արդյունքում մեր ծառայությունների մեջ ճեղքեր առաջանան։ Այսինքն համենա ու ես առաջարկում եմ մենք այս թեմայի մասին էլի երկար մտածենք, հասկանանք, բայց իրոք դա ըտեղից բխում է։ Հիմա պարոն Մկրտչյանին հնարավորություն տանք, որովհետև ժողովրդագրության ռազմավարության հետ ես հիշում եմ, սա կարմիր թելով այս միտքը անցնում էր, որ մենք պետքա այդ պոտենցիալը օգտագործելու մեխանիզմներ ներդնենք։ Մեծարգո վարչապետ, ճիշտ եք, ժողովրդագրության հիմնություններից մեկը հենց ակտիվ ծերության ծրագրեր իրականացնելն է, որովհետև հաշվի առնելով մեր բնակչության կառուցվածքը եւ առաջիկայում Մեղություն այս մեր քննարկման համատեքստում ծերություն բառը ոնց որ սխալ են կարևոր տեղ դրել են։ Մենք ավակ սերունդ ենք օգտագործում, բայց իբրև ակտիվ ծերության ապահովման տրամաբանությամբ, բայց ասեմ, որ նույն ժողովրդագրության ռազմավարությունից բխելով մենք մինչև ժողովրդագրության ռազմավարության հաստատումը մենք աշխատանքային օրենսգրքում փոփոխություն իրականացրեցինք մասնավորի համար եւ ասացինք, որ կենսաթոշակային տարիքի հիմքով այլևս իրավունք չունի գործատուն մարդուն աշխատանքից ազատել։ Աշխատանքային պայմանագրով, եթե նույն 65+-ի 65+ տարիքի գտնվող մեր հայրենակիցները իրենց աշխատանքային պարտականությունները կարողանում են հավուր պատշաճ իրականացնել եւ գործատուն դա գնահատում է, այսինքն ֆունկցիոնալությունը, ապա ինքը չի կարող ուղղակի տարիքի հիմքով աշխատանքից ազատել։ Նաև մենք ունեցել ենք քննարկում, ունենք նաև հանձնարարական ուսումնասիրելու, նաև քաղցրահարության ոլորտում նմանատիպ կարգավորում առաջարկելու, արդեն մենք ունենք որոշակի նախագիծ, դա առաջիկայում կքննարկենք գործընկերների հետ։ Բայց իսկապես այն ժամանակ էլի տենց կարող է էլի մտածել եմ, բայց չեմ բարձրաձայնել դրա մասին, որովհետև ակտիվ ծերացում այդ արտահայտությունը հիմա կոնկրետ մեր այս քննարկման մեջ չի տեղավորվում, գուցե իմաստ ունի այդ բառը փոխարինել ուրիշ բառով, այլ տերմին մտածել դրա համար, որովհետև հենց ծերություն արտահայտությունը ոնց որ sense գալիս բախվում է քիչ առաջ մեր որովհետև ծերությունը աշխատելու մասին չի, հանգստանալու մասին է եւ այդ տրամաբանությունը կա, բայց ես առաջարկում եմ մտածենք այս մասին եւ եկեք բանի հասակ ճիշտ եմ, բոյ հասակ ճիշտ եմ ասում, հա, հասակի այդ սահմանափակումն էլ հանենք, որովհետեւ իսկապես մարդու բանա, մարդը Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։